Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է Ալիևի պահանջած արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունները արցախցիների քայլերի հայելային պատասխանն են։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում։ Երբ կլինի խաղաղության պայմանագիրը, հայերը կարող են ապրել Բաքվում, մյուսները կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրում էին։ Հիմա ոնց են անում հայերը Վրաստանում, նույն կերպ ադրբեջանցիներն են ապրելու այստեղ, ասել է Սիմոնյանը։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում, այսինքն ես նոր բան եմ ասում։ Չէ, բայց Ղարաբաղցիները Հա, լավ, ժողովուրդ, կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետք է հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անդադ ինձ ընդհատեմ։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի, որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, չէ՞ եկեք այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան բասենք։ Ես հասկանամ արևմտյան ադրբեջանցիները Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ բանը։ Գալը Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր նորակի խաղաղությամբ Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայմանությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։